Բարև ձեզ, ես Իպջան Դալարն եմ, ծնվել եմ Սիրիայում, մեծացել եմ Սիրիայում, սիրիահայ եմ և այսօր կներկայանամ արաբական ոճով։ Շնորհակալություն։ حبيبي يا نور العين يا ساكن خيالي عاشق بقالي سنين ولا غيرك في بالي حبيبي يا نور العين يا ساكن خيالي عاشق بقالي سنين ولا غيرك في بالي حبيبي 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 يا نور العين 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 يا ساكن خيالي أجمل عيون في الكون أنا شفتها الله Ինքը շատ երազանքուն էր, ես բաբարդ եմ իր մոտ, որ փորձեց Հայաստանի մեջ։ في الكون أنا شفتها الله عليك الله على سحرها وعيونك معايا وعيونك كفاية وعيونك معايا وعيونك كفاية تنور ليالي حبيبي 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 يا نور العين 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 يا ساكن خيالي Շնորհակալություն։ Արդյունքի, օքեյ, որովհետև ինքը վազել էր երազանքի հետև, արդեն ինձ էսի մեծ վարդանք է։ Ես նես կուզեի դու չերքեիր, դες կանգնեիր, ես նայեի։ Ժպտայր, նես լուսավոր ես, նես բեմական ես, նենց, բայց չգիտեմ, ես այդքան մեծ մասնագետ չեմ, բայց չի ուզենա, որ համենայն դեպս հենց ես երգը երգեիր և ես կատարում ունենայիր։ Հասկանում եմ, որ Սիրիայում ես հա, ծնվել, ճիշտ հասկացա, դրա համար երևի թե ընտրել էր հայտնի այդ հիթերից մեկը, Հաբիբին, բայց ես դեմ եմ, չգիտեմ, կներես, չի ուզենա։ Այստեղ չես կարող ասել, օրինակ, ակցենտը մի քիչ այն չէր, որովհետև տիրապետում ես վստահ եմ արաբերենի, գիտես ինչն է հարցը, որ ամենասկիզբը երգի սկսեցիր, այն դանդաղ մասը, շատ սիրուն երգեցիր, ես անգամ զարմացածի ինչ է սպասվում մեզ հետո, բայց հետո այն որ ասում է ծանր քարը ընկավ ոտիդ։ Դալար ջան, ուրեմն ես հասկանում եմ, որ դուք 17 տարեկանում եք եւ այլ մշակույթի մեջ եք մեծացել։ Իրականում ես գիտեմ, որ արաբերենը, բուն արաբերենը, չշփոթենք այլ լեզվի հետ, բավականին դժվար է եւ խոսելը եւ երգելը։ Ես այս երգը շատ լավ գիտեմ, տիրապետում եմ մասամբ, բայց Մի հատ կարող է իրար հետ փորձեք։ Բա տիրապետում ես, մի հատ չունենանք։ Ես նշեցի, որ մասամբ, որպես հիթ, օրինակ, Habibi, Habibi, Habibi ya nur al-ayn, Habibi, Habibi, Habibi ya nur al-ayn, ya sabit hayani։ Շատ սիրուն ձայն ունեք, բայց ակցենտ, այ դու ձեզ մոտ ակցենտը նկատվեց։ Այստեղ եթե լիներ գեղեցիկ այն երգեցողությունը, որը ես իրականում մի քիչ ուսումնասիրել եմ արաբական երգեցողությունը, զուտ հետաքրքրությանս համար։ Դրա համար ականջս մի քիչ ծակում էին ձեր խաղերը, որովհետև մի բանը, որ շատ նստած է մարդկանց ականջներին, սա մաքսիմում ինձ համար սիրողական էս ոճի մատուցումներ, որովհետև արաբները ունեն շատ գեղեցիկ մշակույթ, որը կամ պետք է մաքսիմում անես լավ, կամ ուղղակի պետք է ձեռք չտաս, համոզիչ չէր, Դալար ջան։
Օրինակ ոնց ես պատկերացնում, եթե ասենք հիմա դու անցնես, էլի պետք է հենց այս ոճի մեջ շարունակես մեզ զարմացնել, թե ինչ որ ուրիշ լավ այսպես մտքեր ունես։ Ճիշտ ասած, Խոսքս գնում է արաբական, հա, արվեստի մասին ես երկերում։ ես ցանկանում էի հայերեն եւ արաբերենի մեջ միքսեր անել, այո։ Հիմա բոլորն են այդպես անում։ Հիմա այնքան է շատ մեզ մոտ լցվել այդ այլ ազգերի երաժշտությունը, որ հիմա փորձում ենք պահպանել հայկականը, որ պահենք մերը։ Ես ճիշտ ասած զարմացած չեմ, ասեցի մի քանի վայրկյան սկզբի, բայց ոչ իհարկե։ Ես խորհուրդ կտայի, որ քանի որ արդեն բնակվում եք Հայաստանում, ավելի մեր հայկական մշակույթը, հա, փորձես կարողանաս այսպես վստահ գաս եւ կատարես եւ ներկայացնես, բայց ցավոք ասում եմ քեզ ոչ։ Շնորհակալ։ Դալար ջան, որպեսզի ձեզ համար ավելի པարզ լինի, ձեր վոկալը այս տարիքում, այս պահին բավականին անմշակ վիճակում է գտնվում։ Դրա համար այս պրոյեկտում ես ձեզ ասում եմ ոչ։ Շնորհակալ։ Ոչ։ Շնորհակալություն։